Բարև ձեզ, եթերում The Point-ն է, այսօր էլ արև չի, ստուդիայում ենք, ուղղակի գլխարկները դրել ենք, որ 11-երը երևա ու պարոն Սարգսյանն է մեզ հյուր եկել, ես ու Հայկը այսօր պարոն Սարգսյանին խնդրեցինք, մի քիչ քարոզարշավից մեզ պատմի, շնորհակալ մենք ամբողջ օրը իրար հետ ենք, բայց մեր դիտողների համար պատմենք, ինչ կա պարոն Սարգսյան, հոգնած եք։ Չէ, բացարձակ հոգնած չեմ, ուղղակի կարծում եմ թող Հայկը պատմի, խի ես պատմեմ։ Ես ուզում եմ ասել, որ ես հոգնած եմ ճիշտ ասած։ Էնել այսքանից հետո չեմ կարող ասեմ, չէ, հոգնած չենք, բայց քարոզ արշավից ենք եկել Երևանի վարչական շրջանում էինք, իրոք սաղ իրար հետ էինք եւ որոշեցինք, որ այսօր քանի որ անընդհատ sense որ բաներ է կատարվում, նաև կարելի է այսպես հանգիստ ֆորմատով նստել եւ մեր հեռուստադիտողների համար խոսալ թե ինչեր ա եղել։ Օրինակ Ռուսաստանը նորից Հայաստանի վրա, այսպես ասած, պատժամիջոցային ինչ որ քաղաքականություն ա ուզում վարի եւ մի շարք ապրանքների վրա, ծաղիկի վրա, ջերմուկի վրա էր ոնց որ այսօր էլ ինչ որ բաներ կատնամետերքի վրա, նոր կատնամետերքի վրա ավելացավ կատնամետերքը։ Ինչ կլինի վերջը, պարոն Սարգսյան։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այդ քայլերը ունեն նաև հակաքայլեր, որ կարող է Հայաստանն անել։ Բայց մի խնդիր կա։ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է, որ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է։ Ու եթե օրինակ իր ընկերը չլիներ Վլադիմիր Պուտինը, ինքը արգելել է հայկական խմիչքները, մենք էլ կարգել էինք ռուսական օղիները, շուկան թող բացվեր, մեր օղիներն ու կոնյակը մեր երկրի ներսում վաճառեինք։ Ափսոս ընկերներ են, ափսոս ընկերներ են իրանք։ Դե գիտեք ինչ, այդ ընկերությունը ես համարում եմ ոխերիմ ընկերություն, բայց երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ռուսամետներ են ու բալանսավորողներ, այդ ոխերիմ ընկերությունը քաղաքական տակտիկայի ինչ-որ դաշտից է, ես էլ եմ են կարծիքի, որ ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ տեսնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ քայլերը, որ անում է, ինչի համար է անում ու ինչու է հիմա անում։ Այդ քայլերն անում է, որովհետև տեսնում է, որ իր սրտի տեխնացուները, ում համար ինքը ուղիղ եթերում ասում էր ինչի թույլ չեք տալի եւ այլն։ Այս տեխնացուները քվե չեն հավաքում ուղակի, եւ այս տեխնացուները պարտվում են։ Իսկ այս տեխնացուներին ինքը խոստացել է, որ կօգնի։ Այս տեխնացուներից մյուսը երկրորդ նախագահը երկու օր առաջ միտինգում հայտարարում էր, որ այ եթե ռուսների հետ վատանանք, դուք պատկերացնում եք եվրասիական շուկան ինչ կլինի, ծաղիկներից հետո կլինեն մեխակները, հետո խմիչքները, հետո գազը։ Այստեղից պատվեր են իջեցնում ուղղակի, ու այդ պատվերի շրջանակում Ռուսաստանը սպասարկում է իր տեխնացուներին, որպեսզի նրանք կարողանան քվե հավաքեն ու ինքն ունենա այստեղ իր Իվանիշվիլին։ Դա հուշում է, որ Ռուսաստանը տեսնում է, որ իր տեխնացուները պարտվում են, որովհետև եթե հաղթելու լինեին, միանշանակ էր, որ պատժամիջոցների չէր գնա, չէ, որովհետև իրենք հասկանում են, չէ, որ հայ ժողովրդի համակրանքը չեն շահի, եթե պատժամիջոցների են գնում, եթե իսկապես հաղթելու լինեին Ռուսաստանը, մի բան էլ ընդառաջ քայլեր կաներ, կասեր, որ իրենց այ Հայաստանը ճիշտ ուղու վրա է ու դրանից հետո մենք նաև նոր ատոմակայան կկառուցենք, այս կանենք, այն կանենք, այսինքն փորձը ցույց է տալիս, որ այս ընկերները պարտվում են։ Օրինակ ես կարող եմ այս վերլուծությունը տանել մի ուրիշ դաշտ ու ձեզ հարց տալ։ Ձեր կարծիքով օրինակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ռազմաքաղաքական իշխանություններին, որոնք ծայրից ծայր ռուսական էին, որոնք Ռուսաստանի պատվերով Արայք Հարությունյանին կողդրեցին ու բերեցին Շահրամանյանին, ինչի ռուսները օրինակ տվեցին Ադրբեջանին։ Կարող էին, չէ, հանգիստ այդ մարդկանց ուղղաթիռով բերել, Ադրբեջանը չէր էլ պահանջելու, բայց իրենք տվեցին, չէ, ինչի։ Ես ճիշտ ասած ուզում եմ մի հատ հեսակ պատասխանեմ ձեր հարցին, պարոն Սարգսյան, բայց մի դիտարկում անեմ նոր։ Երբ որ Հայաստանի վարչապետը ասում է, որ Ռուսաստանի նախագահն իր ընկերն է, այստեղ մի շատ կարևոր բան կա։ Եթե այդ ընկերությունը չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այդ ընկերությունը ոչ մի բանի պետք չի էլի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի
Ընկերները եղել են Ռոբերտ Քոչարյանը օրինակ, Սերժ Սարգսյանն ա եղել իր ընկերը, շատ ընկերներ են եղել, բայց երբեք այդ ընկերությունը Հայաստանի Հանրապետության շահին չի ծառայել։ Եվ նույն ձև Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանությունը, երբ որ ընկեր էր, չէր ծառայում այդ ընկերությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը կամ Լեռնային Ղարաբաղի շահերին։ Եւ դրա համար էլ վերջում, երբ որ այլևս պետք չէր Ռուսաստանի Դաշնության նախագահային նման ընկերներ, ինքը ասեց արեք ինչ որ ուզում եք, այդ մարդիկ ինձ ընկեր չեն, չգիտեմ, իրանք ընկեր համարում են թե չէ, բայց իրանք ինձ ընկեր չեն, ինչ ուզում եք արեք իրանց հետ։ Եվ դրա համար հանձնեց իրանց ուղղակի։ Իսկ ով արկածը։ Ես մտածում եմ ուղղակի պետք չէր այդ պահին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ռազմաքաղաքական ղեկավարությունը գային Հայաստան, որովհետև Հայաստանում ամենայն հավանականությամբ հաստատ կհարցաքննվեին մեր հատուկ ծառայությունների կողմից ու շատ ավելի բաներ կպարզվեր, քան հիմա պարզեմ ես։ Ես օրինակ մտածում եմ, որ Ռուսաստանն ուզում էր, որ իր զորքերը մնան Լեռնային Ղարաբաղում, որովհետև քաղաքական հստակ ազդեցություն էր թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա, նաև ուզում էր որոշակի տարածքներ զիջեր, բայց կենտրոնական Արցախը պահեր իր նաև համապատասխան զորքերով այդ տարածքում եւ այդ առումով ռազմաքաղաքական ղեկավարությունը իմ կարծիքով ասել էր, որ իրենք այդքան մարդ ունեն, որ 20,000 մարդ, մինիմումը 30,000 մարդ կմնա ու Լեռնային Ղարաբաղը չի լքի։ Իսկ նրանք էլ ասել էին ամեն ինչով պատրաստ ենք ձեզ աջակցելու, որ այդ 20,000 մարդը մնա, մենք էլ այստեղ մնանք։ Երբ որ այդ մարդիկ չկարողացան իրենց խոսք տվածը կատարել, ինքն էլ այդ մարդկանց հանձնեց Ադրբեջանին։ Էս ինչի ասացի, որտեվ ես մտածում եմ, որ հիմա այս մեր ռուսահապատակները գնացել են ու Պուտինին ասել են, ով հնարավորություն ունի։ Առաջին հերթին այդ հնարավորությունն ունի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը կողքի մարդկանցով ուղիղ կոնտակտ չունեն։ Բայց ասել են, եթե մեզ աջակցեք, մենք 100% հաղթացենք։ Այն Ուկրաինայում, որ ասում են, եթե մտնեք, ծաղիկներով 4 օրում կդիմավորենք։ Հիմա ասել են, եթե մենք աջակցենք, ինքն էլ ասել է շատ լավ։ Ինչ է պետք ձեզ աջակցելու համար դրեք։ Հիմա իրենք ասում են, գիտեք ինչ, այ մենք դրել ենք, բայց մեզ արկելում է, մեզ բանտարկում է եւ այլ, ասեք թող չբանտարկի, մենք էլի կհաղթենք։ Ու ամենայն հավանականությամբ այդ ողերի ընկերը Նիկոլ Փաշինյանին ասում է, որ գիտեք ինչ, թողեք თუ այդ մարդկանց մասնակցեն։ Նիկոլ Փաշինյանն էլ ընկերությունը ողերի ընկերությունը հաշվի առնելով թողնում է, որ այդ մարդիկ, ասենք կոնկրետ Սամվել Կարապետյանը, այսօր 16 քրեական գործ կա իր թիմի կաշառք բաժանելու առումով տվյալ կուսակցության անդամների վրա եւ 67-ից ավել կալանավորված մարդ, որը իսկապես լուրջ խախտում է ընտրական գործընթացների, քանի որ խախտում է հավասարության սկզբունքը, սովորական բան ասեմ։ Հավասարության սկզբունքը հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավասարության սկզբունքը խախտում է, բայց այդ մարդուն թողնում է, որ այդ մարդը քարոզարշավը շարունակի այ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերությունների պատճառով։ Ես կարծում եմ, որ նաև Ռոբերտ Քոչարյանին այն տարիներին, որ ձերբակալեց մարտի 1-ի գործով ու բաց թողեց, էլի այդ ընկերության պատճառով է։ Հիմի հետևյալն է, հիմի ասում է այ կալանավորելու եմ ու կտեսնեք, տեսեք ռետորաբանությունը ոնց է փոխվել։ Որովհետև ինքը համոզվել է, որ պարտվել են, ինքը ասել է ամենայն հավանականությամբ Ռուսաստանի նախագահին, լավ, մեր ընկերության համար թողնում են, որ իրենք մասնակցեն, թող մասնակցեն, խնդիր չկա։ Բայց եթե պարտվեցին, իրենք իմն են։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, այնպես էլ Պուտինը այս ընկերներին հանձնելու է Նիկոլ Փաշինյանին ու Նիկոլ Փաշինյան իրենց դատի։ Բայց ես կարծում եմ, որ ընտրություններից հետո ամսի 8-ին ամեն ինչ լավ է լինելու։ Իհարկե այդ ուժերը իշխանության գալու հնարավորություն չեն ունենալու, բայց Նիկոլ Փաշինյանը չի դատելու իրենց, այն որ ասում է չեմ թողնելու, որ հեռանան, թողնելու է, որ հեռանան, որովհետև Վլադիմիր Պուտինը իր ընկերն է։ Եվ այդ ընկերը այսօր նույնիսկ կատնամթերքի վրա է արդեն պատժամիջոցներ։ Եվ այդ ընկերությունը չի ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Գիտեք ինչ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ռուսաստանին թշնամի ունենալը ավելի վատ է, քան
քան ողերի ընկեր ունենալը եւ թշնամու ողերի ընկերոջ այս համատեքստում նախընտրել է ողերի ընկերը եւ բայց այդ ողերի ընկերը իր վախերը քանի որ տեսնում է աշխատում է Հայաստանի պարագայում անընդհատ օգտագործելու է մեր վրա ու որպիսի այդ վախերը չաշխատի որպիսի այդ ողերի ընկերոջ հետ բանակցային տարբեր հարցերի հարթակում Հայաստանի իշխանությունը, հայկական պետականությունը արգումենտ ունենա, պետք է որ հայ ժողովուրդը ինքը հետևություն անի, ու ազգային ժողով տանի այնպիսի քաղաքական ուժի, որ ամբողջությամբ արևմտյան արժեքներ է կրում, որովհետև այդ դեպքում իշխանության համար էլ հեշտ կլինի։ Նույն Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ես այս 100,000 քվեստ ստացած հանրապետություն կուսակցության վարչապետն եմ նաև անկախ նրանից իրենք ընդդիմադիր են, թե չէ սպարտավոր եմ այդ մարդկանց կարծիքը հաշվի առնել, հետևաբար մեր ընկերություն, բայց կներես էլի ձեր օղով վրա պիտի պատժամիջոց դնեմ, որտեվ այդ մարդիկ օրինագիծ են բերել ազգային ժողով, ասում են դե իրենք մեր կոնյակն են պատժամիջոցի տակ դնում, մենք էլ իրենց օղու մեջ ինչ ասես գտել ենք։ Եվ մենք էլ կարանք այդ ժամանակ կարանք ասենք Նիկոլ Փաշինյանին, օրինակ հասկացանք որ Վլադիմիր Պուտինը քո ընկերն է, կարա Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը օրինակ հեռանան, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա եւ օրինակ դատական գործ սկսի իր վրա, որովհետեւ ինքը պետությունից թալանել է, չգիտեմ ինչ որ միութենական պետության քարոզներ արել ստեղ։ Այսինքն այս շրջափուլը Նիկոլ Փաշինյան եւ մյուս կողմում մարդիկ ովքեր գնում են այդ ազգային ժողով վերածվում են բոքսի տանձիկի էլի ինչ ասում են իրանց ինչ որ բան կարելի ասել ու խփել իրանց էլի միանշանակ մեր ազգային ժողովում լինելը օրենսդրական աշխատանք է իր մեջ պարունակելու։ Տեսեք, մենք առաջին օրվանից ասում ենք, այս մարդու Կարեն Սամվել Կարապետյանի ունեցվածքի 70%-ը Ռուսաստանում է։ Հետևաբար այս մարդու մասնակցությունը Հայաստանի ընտրական process-ներում ի սկզբանե կախվածություն ու անհավասար պայմաններ է դնում։ Սամվել Կարապետյանը Վլադիմիր Պուտինի անձնական օլիգարխն է։ Այդ ամրագրված է ամերիկյան Կրեմլյան ռիպորտում։ 200 անուններ կա, որոնցից մեկն է Սամվել Կարապետյանն։ Հետևաբար այդ մարդը աշխարհի ամենակախված մարդկանցից է, ինքը չի կարող ինքնուրույն լինել։ Ինքը մտել է այս դաշտ Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Մենք ասում ենք իրենք միգրանտ եք։ Իրենք անում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին բերում են պատասխանելու, նա ասում է գիտեք ինչ, այն որ Արամ Սարգսյանն ասում է Մոլդովայի օրինակ, այդ օրինակը մեր մոտ չի աշխատի, որտեվ ես նման օրենք չունեմ, իմ մոտ գրած անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան թիվը համընկավ գրանցում եմ, վերջ։ Այսինքն բանը մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի գրագրություն է անում, ուրիշ ոչ մի բան։ Անական կառույց է։ Այո, ուրիշ ոչ մի բան չունի, ու այստեղ հարց է առաջանում։ Լավ քաղաքացիական պայմանագիր, քո պետաիրավական հանձնաժողովը մինչև այսօր այս 5 տարիներին ինչ է արել։ Քո արդարադատության նախարարությունը այս 5 տարիներին ինչ են արել։ Ձեր խմբակցությունը չի մտածել, որ այն իրավիճակում Ռուսաստանի այս կախվածության պարագայում, որ ձեզ ամեն անգամ պատերազմից հետո, դրանից հետո անընդհատ ուզել են փոխել, չէ։ Նիկոլ Փաշինյանը տեսել է, չէ, որ Ռուսաստանը իր թեմը, Մեդվեդևն ուղիղ ասում է սպանեք այդ մարդուն։ Այդ ամեն ինչից հետո դուք չեք ուզեց ցանկացել որևէ օրենքով ձեզ ամրագրել, որ Ռուսաստանից որևէ մեծահարույց չգա, ոսի փաթաթը քեզ երկիրն առնում է։ Լավ, ձեզ չեք ուզեցել, բայց երկիրը չեք։ Բայց երկիրն էլ չեք։ Դրա համար մեր ազգային ժողովում լինելը, մենք որ գնում ենք, մենք արդեն այդ օրենքը գրած ունենք։ Այդ օրենքը հնուց գրած ունենք։ Հնից գրած ունենք։ Քան այն ժամանակից, երբ Արտակ Զենյալյանը դել սահմանադրական դատանի անդամ չէր դարձել, դատավոր չէր դարձել, մենք այդ օրենքը գրած ունենք, ու մենք ազգային ժողով որ գնանք, այդ օրենքը դեմ ենք տալու։ Հիմա ես չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրը Պուտինի հետ ընկերությունից ելնելով այդ օրենքին կողմ կքվեարկի, թե դեմ կքվեարկի, կամ ուրիշ անցած կուսակցությունները ոնց են մոտենալու այդ օրենքին։ Բայց այդ թեմա է, որ մեր ժողովուրդը տեսնելու է, որ մենք այսպիսի օրենք ենք բերել։ Եթե մենք լինենք, մենք կգնանք նաև, եթե ժողովուրդը մեզ քվետա եւ մենք գնանք, մենք ազգային ժողովում բազմաթիվ լծակներ կունենանք, որ եթե նույնիսկ քաղաքացիական պայմանագիրը չքվեարկի այդ օրենքին, մենք այդ օրենքը կդնենք շրջանառության մեջ, то պետք լինի մի անգամ դրա միջով անցնենք, ստորագրա հավաքել կկազմակերպենք, այսինքն տարբեր է միջոցները, երբ որ դու ազգային ժողովում ես եւ այնտեղ խմբակցություն ունես, այդ շատ ուրիշ բան է եւ երկրի համար ուրիշ լեվելի ինչ որ բաներ ես կարող անես, ուրիշ բան է, որ դու ուղղակի կուսակցություն ես, որը որ պայքարում է նման կուսակցությունների դեմ։ Նախ մեր պարագայում մենք այնտեղ հողատու դավաճան բանավեճը չենք անելու։
մեր խնդիրը երկիրն ամրացնելու համար օրենքներ տանելն է եւ այդ օրենքներն եք տանելու։ Մյուս թիմերը կամ պիտի կողմ լինեն կամ դեմ լինեն, որտեվ հանրությունը դիտում է այդ։ Իրենք չեն կարող վեր կենալ ու մեզ ասել դուք հողատու եք, որտեվ օրենք եք բերել կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններն ավելացնելու համար, կամ օրենք եք բերել Հայաստանի ջրային ռեսուրսների շահագործման համար ներդրում անող ընկերությանը հարկային արտոնություններ տալ։ Կարող են ասել, որ չէ, հարկային արտոնություններ չենք տալի, կամ այդ օրենքը, որ բերել եք, ինչ-որ շատ արտոնություններ եք տալիս, այդտեղ շահագրգռվածություն ունեք, խնդիր չկա։ Այսինքն բանավեճ ստեղծենք, էլի։ Այո, միանշանակ։ Հիմա բանավեճ չկա, առողջ քաղաքական բանավեճ չկա, բայց այս ազգային ժողով անցնելու թեմայով, ուրեմն մեր ընկերոջ, դե մեր վարչապետը ամբողջ մեր ժողովրդին է ներկայացնում, այսինքն մեր եթե վարչապետի ընկերը Վլադիմիր Պուտինն է, մեր ժողովրդի ընկերն է Վլադիմիր։ Մեր ընկերոջ գործերը այդքան էլ լավ չի ստեղ, որտեվ 8% ռեյտինգ ունի։ Ես չգիտեմ, եթե մեր լիդերը կամ մեր կուսակցությունը տենց հնարավորություններ ունեն 4 միլիարդ դոլար տիրապետեինք, չգիտեմ, մեր ռեյտինգը, ասենք 100%-ին մոտ կլներ երևի, բայց 4 միլիարդ դոլար տիրապետող մարդու ռեյտինգը 8% է, ու այս մարդուն հեչ լավ բաներ չի սպասվում, ոնց հասկանում եմ։ Գիտեք, ինձ թվում է այդ թիմը մտել է ինչ-որ դերի մեջ, ինչ-որ սեղաններ են դրել, դրոշակներ են շարել։ Բայց սկզբում ասել են, չասել են մեր ձևով։ Ոտքի են կանգնում, նստում են, ինչ-որ տոնով մտել են վարչապետական դերի մեջ, այդ տոնի մեջ դեր են խաղում, ու իրենց համոզել են, որ իրենք արդեն հաղթել են։ Ու իրականում էլ մեզ հեգնում են, որ տեսեք, դուք 0.1% չեք ավակի։ Այն դեպքում, որ մեր ժողովուրդը իսկապես ընտրում է անհատների, ես դրա կողմնակից չեմ։ Խորհրդարանական համակարգում ընդհանրապես պիտի ընտրեն կուսակցությունների, ոչ թե անհատների։ Այս գալիս է նրանից, որ մենք կիսանախագահական համակարգում, որ եղել ենք, ընտրել են եւ կուսակցության, եւ անհատի, այո, հիմի քանի որ ընտրել են անհատի, դրանով էլ գնում են, ասենք մարդը ասում է, որ ես ընտրելու եմ Զավենիչին, ինչքան շատ մարդ ասի, որ ընտրելու եմ Զավենիչին, այնքան լավ։ Իրանց ցավն տանը։ Այդ միանշանակ։ Մարդիկ կան ասում են ընտրելու ենք Նիկոլ Փաշինյանին, եւ շատ մարդիկ են ասում ընտրելու են Նիկոլ Փաշինյանին, եւ այստեղ միանշանակ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է, ու նույն հարցումները այդ ցուցանիշն են ցույց տվել։ Բայց մենք գիտենք, չէ, որ այդ հարցումները ինչքան էլ հարգարժան ընկերություն է պատվիրել, այդ իրականացնում են Հայաստանում գործող հարցում կազմակերպող ընկերությունները։ Հայաստանում գործող հարցում կազմակերպող ընկերությունները բոլորը հիմնականում առանց բացառության նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեն։ Եվ այդ ընկերությունները մշտապես Հանրապետություն կուսակցությանը որպես արևմտյան արժեքներ գրող կուսակցության վատ են տրամադրված եղել։ Որովհետև քննադատել եմ, երբեմն բավականին սուր եմ քննադատել, որ ցավեցրել եմ այդ մարդկանց, ու այնքան որ մինչև այսօր չեն մոռանում, ու միշտ մեզանից քվեներ գողանում են, սրա նրա վրա են տեղափոխում այդ քվեները։ Ու անգամ այդ հարցումների պարագայում, այդ հարցումների, այդ մակարդակի պարագայում, որ նախկին այդ իշխանությունները թևերն ասում են, կամ տվեք Սամվել Կարապետյանին ձեր քվեն, կամ տվեք Գագիկ Ծառուկյանին, անգամ այդ պարագայում հարցումների այդ մեխանիզմում, որ լիդերի հետ եք ձեր քվեն համանուշ դարձնում, կամ որ լիդերի վարկանիշն եք ավելի շատ վստահում, 3%-ը Ալեն Սիմոնյանի, իմ ընկեր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի չափ ինձ են տվել 3%, Սամվել Կարապետյանին տվել են 8%, ու ճիշտ եք ասում։ 4 միլիարդ ունեցող մարդը, երբ որ պտուտակահան ես առնում, ասենք, Բաքի տանկերությունից բացում ես տուփը, այնտեղ Սամվել Կարապետյան։ Մեր համին ավելի լավ համեմատություն ունի, բայց չասենք էլ այդ Սամվել Կարապետյանի նկարն է, երբ որ Սամվել Կարապետյանը միայն համացանցում ու պաստառների ռեկլամի համար ավելի շատ փող է օգտագործել, քան քաղաքացիական պայմանագիրը հանած, մնացած բոլոր կուսակցությունները իրար հետ վերցրած ամբողջ քարոզարշավին ընդամենը 8%-ի վարկանիշ ունի, որը շեմին է հասել։ Անցողիկ շեմին է հասնել, կարող է չհասնել։ Իսկ իրենք ասում են մենք գնում ենք հաղթելու։ Ընդ որում այդ է ուզում ասեի, դա ասում է մարդ, որ չի ասում ես գնում եմ ազգային ժողով աշխատեմ, այսինքն մենք մեր շանսերը գիտենք, ասում ենք ժողովուրդ ջան, մեզ 10% քվե տվեք, այս երկրում
այնքան բան կփոխվի, որ էլ ասելու չի։ Այս մարդը ասում է, ես գնում եմ իշխանափոխության, մեկ էլ ասում է ես ընդդիմության լիդեր չեմ պատրաստվում լինեմ, ու այս ձեր ասածը ապացուցող մի բան էլ ավելացնեմ, ուրեմն դաշինքների կազմվելու վերջի փուլում ապրելու երկիր կուսակցության հետ դաշինք վախեցան կազմեն ուժեղ Հայաստան, որովհետև եթե ապրելու երկիրները ավելանար, արդեն շեմը դառնալու է իրենց 10%։ Ու այսի ապացույցն է, որ իրանք այդ դաշինքը չկազմեցին, ընդամենը ապրելու երկիրը աջակցություն հայտնեց իրանց, որովհետև վախեցան այդ 10%-ի շեմից։ Հետևաբար իրենք գնում են ազգային ժողով աշխատելու, բայց Քախ տեխնոլոգիա են կիրառում, ասելով որ գնում են խախտելու, ամեն դեպքում ես վստահ եմ, որ հունիսի 8-ին ամեն ինչ իր տեղն է ընկնելու, այս ռուսական ազդեցության քաղաքական ուժերը, ովքեր մեր պետության անկախության ոտքից կախված ուզում են մեր երկիրը տանել ռուսական ռուս-բելարուս միություն, շատ ծանր գիշեր են ապրելու, հասկանալու են, որ իրենք չեն հաղթել, հիասթափվելու են, նրանցից ոմանք արդեն տարիքներն է, որ քաղաքականությունից դուրս են մնալու ամբողջությամբ, ոմանք, այո, այնպես ինչպես շատ ճիշտ բառը սպիսատը, դրա հայրենը, ճիշտ հայրենը չգիտեմ, բայց պոդքասթում այդ սպիսատ բառն է ճիշտ, այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը իրենց առայած ռուսամետներին սպիսատ արեց, ինչը շատ տխուր է ու շատ վատ է, որ այդպես է, Հայաստանում հիմի նորից Ռուսաստանին ծառայող այդ ռուսահապատակները, ովքեր ասում են գազը կթանկանա, այս կանի, այն կանի, փորձում են վախեցնել փոխանակ առաջարկներ անեն, իրենց սպիսատ են անելու, որտեվ իրենք պարտվելու են ու խայտարակ պարտություն են կրելու, նրանցից ոմանք նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարելու, նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարելու։ Մենք օրինակ այդ հարցումներից հետևություն անում ենք։ Եթե մերը 3% է, 15 օր կա, մենք այդ մեջ պակասող մի տոկոսը չնայած մենք իսկապես բայց մենք ընդունում ենք, որ մերը 3% է։ Եվ մենք կպած աշխատելու ենք, որ այդ 3%-ը լրացնենք։ Այսօր ինչ ենք արել իրար։ Այսօր 11 տեղ ելույթ ենք ունեցել, վերջում էլ եկել ենք, կանգնել ենք այդ բակում։ Իրենք ինչ են անում։ Բացի Նիկոլ Փաշինյանից 1-2 ելույթ մաքսիմումը։ Մենակ Նիկոլ Փաշինյանն է, որ տեղերում գնում է 5-6-րդ օրական ունենում է։ Իրենք տեղում կանգնած 1-2 ելույթ, սեփական թիմերը տանում են, կանգնեցնում են Իրանստան բակ է կանչում, որ ելույթ։ Իրանստան բակումը ինքը կարող է պայմանավորել, որ իր վրա արգելք է դրած կամ Հա, բայց խնդիրն է, որ Սամվել Կարապետյանը ինքը մաթեմատիկայից շատ թույլ է ու իրան իր թիմում չեն ասում, որովհետև կհիշեք ոնց գերազանցիկ է։ Բայց երկու անգամ հիշում եք, ինչ որ հարցում էին պատվիրել իրանք։ Երկու անգամ էլ թվերը միասին գումարեցինք, քանի որ մենք սիրում ենք 101% էր կազմում։ Այդ մարդիկ չգիտեն, որ 100%-ից վերև չի լինում, երեք էլ ասելա, որ Արամ Սարգսյանը 0.1% աջակցություն ունի, եթե այդ տրամաբանության մեջ է հաշվել 101%-ի, ոնց որ այդեն հաշվել, հարց չկա, իր հետ խոսալու բան չկա այս առումով։ Ռոբերտ Քոչարյանն էլ ուզում եմ այդ Բայց մինչև այդ մի հատ ես Սամվել Կարապետյանին հիշացնում էլի, որ 2023 թվականին Հանրապետություն կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հավաքել է 11.8%, ստացել է 14 մանդատին համազոր 14%-ին համազոր 8 մանդատ քաղաքապետարան։ Այդ ժամանակ, ընկեր ջան, դուք չկայիք ընդհանուր, դուք 0% եք, չկայիք։ Ոչ մեկ չգիտեր, որ դուք ուր եք, ինչ եք, ինչի համար եք։ Այսօր պարոն Սարգսյան, ճիշտ ասած Վազգենի հետ մի հատ կարճ ռոլիկ ենք նկարել ու ասել ենք, որ Սամվել Կարապետյանը պետք է հասկանա, որ ինքը ասում էր հանրապետությունը ընդդիմություն չի։ Մենք էլ իրան շատ հստակ բացատրել ենք ոնց է հանրապետությունը, այս բանը ընդդիմություն ոչ թե իշխանություն, դու ասենք ընկեր, եթե մենք իշխանություն լինեինք, դու քաղաքական դաշտ անհնար է մուտք գործել։ Ոնց Պուտինը ընկերն ինքն ու Նիկոլ Փաշինյանն են, մենք ընդդիմություն չենք։ Երկուսով Պուտինին եք ասում ընկեր։ Մենք Պուտինի ընկերը չենք, մեր պարագայում դուք դատվելու եք, տղեկ։ Այս շատ հստակ ուղերձ է իրանց, մեկ էլ մյուսին էլ Ռոբերտ Քոչարյանն էլ մետ ու իմիջայլոց ինքն էլ է 8% անոցի տակ, էլ ինքն էլ վախենալու դեր։ Բայց մի խորհուրդ եմ ուզում տամ, էլի ինքը շեմը չէր հաղթահարելու, պարոն Սարգսյան որ ասած ուժեր կան, ես իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյան չի հաղթելու, բայց մի հատ խորհուրդ եմ տալի, որովհետև ոչ իր տղան է այդ խորհուրդը իրան տալի, ոչ իր թիմակիցներն են տալի, այդ տափակ անեկդոտները խնդալու չի, իզուր է ինքը պատմում այդ անեկդոտները, ինքը իր դեմքով անեկդոտ պատմելը արդեն խնդալու չի, այդ տափակ անեկդոտները իզուր է պատմում։ Այդ մարդը ինքը ուղիղ
Առանց թաքցնել։ Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն այդ համատեքստում ամենաանկեղծ մարդն ասում։ Ինքը ասում է, գիտեք ինչ, այդ միութենական պետությունը թեմա է, որ կարանք քննարկենք ընդհանրապես։ Իսկ Սամվել Կարապետյանը խաղում է, ասում է, գիտեք, այդ պիտի գնանք, հասկանանք, թե ՀԱՊԿ-ը ինչի իր ֆունկցիան չի կատարել։ Այսինքն հայ ժողովուրդն է մեղավոր, որ ՀԱՊԿ-ը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է այստեղ, ՀԱՊԿ-ը իր ֆունկցիան չի կատարել։ Հայ ժողովուրդն է Լեռնային Ղարաբաղի մեղավոր, որյան ընդ բռնի տեղահանել են ու ռուս խաղաղապահները ոչ մի բան չեն արել։ Այս մարդկանց տրամաբանությունը այդ ամեն արածի համար Ռուսաստանին արդարացնելն է։ Ակնհայտ։ Ու ասում եք գնանք հասկանանք թե ՀԱՊԿ-ն չի իր ֆունկցիան չի կատարել։ Կարող է մեկ շատ վատ եկել է դրա համար լավ արել չի կատարել։ Մոտավորապես տենց էլի։ Չի ասում այդ դրանից հետո կնայենք ՀԱՊԿ-ին մնանք թե չէ։ Ինչ ուզում եք քրֆեն որ Այսինքն խաղում է այդ դաշտում մի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական է ու շատ անկեղծ է։ Ռոբերտ Քոչարյանը հստակ գնահատում է, որ ինքը չի հավաքում այդ 8%-ը։ Դրա համար ինքը ուղիղ ասում է, գիտեք ինչ որ բանն չի ասում, ժողովուրդ ջան։ Դե ասում է, ծաղիկի վրա բան իրարել։ Կարող ասում ենք ինչ որ բաններ չենք անում։ Կարող մենք պիտի գանք այստեղ մարդկանց վիրավորենք, վատ բառապաշար օգտագործենք։ Կարող է ու մեկ էլ ասում համբալ։ Մտածես կտավ։ Մտածես կտավ համբալը, ասենք։ Ասեց այդ համբալը, 2 օր համբալն աշխատեց, հետո էլ իրան մոռացան, դրիվ սկսեց գնաց քաղաքացիական պայմանագիր եւ ուժեղ Հայաստան։ Հիմա ինչ անի։ Համբալը ոնց որ ամբողջությամբ այսօր ասելա Փաշօղլի։ Ասլա որ Փաշինյանին, Փաշաև թե Փաշօղլի։ Այսինքն իջնում են այս մակարդակի, բայց իրականում ժողովուրդ ջան, այդ Լեռնային Ղարաբաղը, ասենք, ով տվեց Ադրբեջանին։ Ռուսները, թուրքերը եւ ադրբեջանցիները։ Այդ օղլիների ընկերն ով է, ռուսների։ Դուք չեք։ Դուք եք օղլին։ Օղլին լրիվ դուք եք։ Ռուսաստան ու Թուրքիա տարբերությունը ո՞րն է։ Լեռնային Ղարաբաղի հարցում իրանք տարբեր մոտեցում են ունեցել, որ տարբեր մոտեցում են ունեցել, Աղդանում այդ ինչ մշտադիտարկման կենտրոնային դրել։ Շոյգուն ո՞նց է ղեկավարել։ Շոյգու ո՞նց է ասում։ Դուգինը Պուտինի միասնական Ռուսաստան գաղափարախոսության ղեկավարն է։ Ուղիղ ասում է, որ գիտեք ինչ, եթե Վլադիմիր Պուտինի որոշումը չլիներ, Ադրբեջանը որևէ պարագայում Լեռնային Ղարաբաղը չէր կարող գրավել ու Հայաստանի վրա էլ գործողություն չէր կարող անել։ Ես էլ Ռոբերտ Քոչարյանն ասում է, գիտեք ինչ, եթե ես լինեի, թողնեին, որ ես կորոնավիրուսի թուղթ չանեի, գնայի հասնեի Պուտինին, այդ ժամանակ Պուտինը կարող է, ասենք, այդ բանը, այդ որոշումը արդեն, որ Լեռնային Ղարաբաղի վրա պիտի հարձակվեին ու այդ պիտի տրվեր Ադրբեջանին դուգիններով եւ այլնով մտածած հաշվարկված որոշված էր ու կորոնավիրուս լինեիր կորոնավիրուս չլիներ ընդ որում այդ ժամանակ հենց ինքը բազմաթիվ փաստաթղթեր անել որ ինքը հիվանդ է կորոնայով ու անել է Իզմիրյան կենտրոնում որտեղ իր կուսակիցներ ու այնտեղ չգիտեմ իշխանությունը ոնց կարող էր ազդեցություն ունենալ ու այդ պարագայում ինքը կարող էր այնպիսի խնդիր լուծել, ինչը դուգիններով որոշված էին ու պատերազմը չլներ։ Այս ծիծաղելի է ուղարկի։ Այս ծիծաղելի է ուղարկի ու ամբողջ խնդիրը նրանում է, որ այս մարդիկ ու Ռուսաստանն էլ հասկացել են, որ իրենք հաղթելու շանս չունեն։ Օրինակ ես գործանի տնօրեն էի, երբ որ գործանի գործերը լավ էր, ես պրեմիա էի տալիս մարդկանց։ Որ ես լավը գնան քեֆեր էի կազմակերպում, ռեստորան էի վարձում, որ կոլեկտիվը սերտ լինի եւ այլ ուրախանանք միասին։ Հա, ձեր լեզվով ասած տժանք մի քիչ։ Երբ որ վատ էր, սկսում էի կրճատել։ Են ում որ ընդունել ենք ծանոթով, մոտիկով եւ այլով որ աշխատավարձ ստանա կրճատում էի որ կարողանամ ցակ ու ճղակները փակեմ, հիմնարկ տեղից փոկեմ։ Հիմա Ռուսաստանը այդ ցակ ու ճղակ փակելու վրա է։ Եվ ինքը ինչի տալի պրեմիա։ Այո, որտեվ եթե ինքը տեսներ որ այստեղ Հայաստանում իր գործերը լավ է, ինքը անցնելու էր պրեմիաների։ Ինքը տեսնում է որ վատ է, գնում է պատժամիջոցների, կաթի վրա է դնում, վաղը կարող է գազն ասի, բայց վերջում ասելու է տղեկ դուք իմ ընկերներն եք, չէ, ավելի քան Նիկոլ Փաշինյանը։ Ես քանի տարի է ձեզ պաշտպանում եմ, չէ։ Դուք եկեք ինձ ասել եք, խափեցիք։ Հա, դուք ինչ խափել։ Ինչ եք ուզել որ չեմ արել։ Ծաղիկ եք ուզել, մեջը լվիճ եմ գտել։ Ջերմուկ եք ուզել, մեջը միշյակ եմ գտել։
Հա։ Ինչ ուզել եք տվել եմ, չէ՞, չեք կատարել, հիմի դուք գիտեք, արդեն դուք այնտեղ սպիսատեղակ։ Դուք ձեր երկիրը, ձեր երկրի ընտրված իշխանությունը Ես նոր մտածում էի, գիտեք, չէ՞, պատասխանը թեխի Սամվել Կարապետյանը չի ասում, որ ինքը միութենական պետությանը կողմը, որովհետև ինքը երևի թե միութենական բառը չի կարող արտասանի։ Հենց գալեցավ արտասանի, կարող է ինքն էլ ասի։ Մի հոգ էլ մնաց, այս մի հոգուն էլ մի հատ խորհրդամ ու չգիտեմ, եթե բանուն եք ավելացնում, Գագիկ Ծառուկյանը մնաց, այս Նոյան Տապանի բանը կազմակերպողը, բայց Գագիկ Ծառուկյանը ես ուզում եմ խորհրդամ մի քիչ ուշադիր լինի, որովհետև Տապանից եւի կերը տեղը չի պահի թե ինչ, բայց Տապանի կենթանիները պակասում են, Անդրանիկ Թևանյանին հայրենիքի դավաճանության գործով ձերբակալել են, երևի սնունդը տեղը պահի, որ չպակասեն կենթանիները կամ մի քիչ ուշադիր լինի կենթանիները հայրենիքին չդավաճանեն։ Ես կարծում եմ այս մարդկանց մասին, որ խոսացինք, իրականում իրանց հավաքական կերպարը Անդրանիկ Թևանյանն է։ Իրանք այդ են։ Հա, եթե մարդը ռուսական էկրաններից արդարացնում են, որ ռուս խաղապահը իր ֆունկցիաները չի կատարել Լեռնային Ղարաբաղում, որտեղ դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել Ջերմուկում եւ այլնում, որտեղ դրա մեղավորը Հայաստանն է, այդ մարդը Հայաստանի հետ կապ չունի։ Այդ մարդը Ռուսաստան արդարացնող է, այդ երկրի դիվիդենդները ունենալու ու այդ երկրի տանիքի տակ մտնելու առումով։ Գագիկ Ծառուկյանի մասով պիտի ասեմ հետեւյալը, որ ի տարբերություն առաջին ու երկրորդի, Գագիկ Ծառուկյանը մեր նման չի ասում, որ ես գնում եմ հաղթեմ։ Ջան Ջիգարանը լոֆրմ։ Ջան Ջիգար երեխեք ջան, արեք նկարում ենք ձեր ցավը տանը։ Ես ջան քեզ գտեմ։ Ինքը ասում է ես վարչապետ չեմ ուզում, ուրեմն հեչ պետք ասել չի։ Ասում ազգային ժողովի որ падգամավորել ստանա մանդատը դնելու եմ падգամավորն էլ պետք չի, ասում եմ, բա որ մասնակցում ես, ով է վարչապետի տեխնացուն։ Դե ասում է 4 տունեմ, 4 տունը մենը բռնում են դրան։ Չէ, ինքը ի սկզբանե բացառեց։ 2 օր առաջ ես նայել եմ, երբ որ հարցրեցին, 2 անուն տվեցին, մեկին Թևանյանին, մյուսը չեմ հիշում ով, ասեց 2-ն էլ միանշանակ բացառվում են։ Այդ միանշանակ ասել։ Ապագայից է եկել մեր վարչապետը։ Այո։ Ինապլանիցյան է իրեն։ Հա, այդ առումով դրա համար ես հիմնականում այդ թեմայով, Ծառուկյանի թեմայով ոչինչ չեմ ասում, որտեվ իրանք մեր մոտեցումների նման ասում են, մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, հա, մենք գնում ենք այնտեղ, ուզում ենք, որ Հայաստանը ոտքի կանգնի, երեխեքը ողջ ու առողջ լինեն, մեր հետ նկարվեն, այդ ընտիրա։ Բան ունեք ավելացնելու։ Կարծում եմ ասեմ, որ արևմտյան դաշտու եղած քվեները եւ այդ գաղափարախոսությունը ունեցող մարդիկ թող քվեարկեն մեզ, որ գնանք այնտեղ այդ ուղղությունը զարգացնենք, իսկ այդ ուղղությունը բազմաթիվ ներդրումներ կբերի Հայաստան, այդ բանավեճերը այնտեղի կփոխվի եւ մենք իրոք կգնանք այնտեղ ինչ որ գործ անելու մեր կենտրոնական դրական հանձնաժողովներ հանրապետություն կուսակցության այնտեղ լինելու դեպքում Սամվել Կարապետյաններին, Չելավեկ Պաուկներին եւ նմանատիպ ինչ որ բաների չի թողի որ ընտրության գան մասնակցեն այս անլրջացնեն այս process-ը։ Հա իսկապես այս ժողովուրդը մեկ է որ մեղ կա որտեվ այդ բակ ով ասես մտնում է էլի թրով թվանքով վախնով Չարարեք Պաուկով չգիտեմ ինչ Սուպեր մամաներով այս ժողովուրդ իսկապես մեղ կա ասենք ու մտնում են ինչ են առաջարկում ամբողջ առաջարկը ինչ որ հայախառը բաներ է բայց հայկի ասածն եմ ուզում ավելացնեմ ու լրիվ լուրջի առումով որովհետև հետեւյալ բանը կա արևմուտքը ի նկատի ունեմ թե Միացյալ Նահանգները թե Եվրոպան պիտի տեսնի որ հայ մարդը Հայաստանի Հանրապետության անկախության 30 տարիների մեջ առաջին անգամ իսկապես ընտրություն արել դեպի արևմուտք ու իր քվեով արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժի բերել ազգային ժողով այդ ազատ վիզային ռեժիմ այդ որ այդքան ասում են արագի մեջ այսինքն իրենք գործնեությունն են գնահատում ոչ թե հայտարարությունը Հայտարարություններով Հայաստանի իշխանությունը գիշեր-ցերեկ ասում է այ մենք աշխատում ենք եվրոպական չափանիշներին համապատասխանել երբ կհամապատասխանենք կդիմենք Մեր ժողովուրդը ցույց է տալի մեզ քվե տալով որ ինքը ընտրել է եվրոպական չափանիշները ու դրա համար այո մանդատ է տվել որ կուսակցություն գնա այդ ազգային ժողովում ու այդ դեպքում ճիշտ է Եվ մենք չենք աշխատելու որ համապատասխանենք մենք համապատասխանելու ենք Այո Դե ժողովուրդ ջան ձեզ համբերություն մնաց մի քանի օր մի 10-15 օր մնաց որ ձգեք այս քարոզարշավը մինչև վերջանա այդ Չելավեկ բաուկներին դիմանակ Քենիայից եկած փողոստիկանապետերին դիմանակ զինակիրներին դիմանակ հայրենիքի դավաճաններին պետք չի դիմանալ իրանք արդեն արևի երես չեն տենալու
Կարդացեք բոլորի ծրագրերը ու գնացեք քվեարկեք համար 11-ի օգտին։ Շնորհակալություն։